Okay. Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է ոտ 2026 առցանց հանդիպումների շարքը։ Այսօր մեր հյուրն է լինելու պատգամավորի թեկնածու Բարգավաճ Հայաստան կուսակցության 8-րդ համար նախընտրական ցուցակի Սուրեն Սուրենյանցը։ Պարոն Սուրենյանց, ողջույն, եւս մեկ Բարև անգամ ձեզ, շնորհակալություն մեր ես եմ շնորհակալ։ հրավերին ներկա լինելու համար։ Սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ, նախ կխնդրեմ ներկայացնել մի քանի բառով, թե ինչ եք դուք առաջարկում Հայաստանի հասարակությանը, որը մյուս ուժերը չեն առաջարկում։ Տեսեք, քաղաքական պատմության մեջ երրորդ հանրապետության թերևս մենք առաջին անգամ մի քաղաքական նորամուծություն ենք արել այս անգամ։ Խոսքս այն մասին է, որ ծրագիրը փորձել ենք ձևավորել հասարակության հետ միասին, ներքևից վերև սկզբունքով։ Աշխատանքները այդ ուղղությամբ սկսել ենք դեռևս անցած ամառվա վերջից, ստեղծել ենք առաջարկ Հայաստանին նախաձեռնող խումբ, որի անդամ եմ նաև ես, եւ հասարակության տարբեր սեգմենտների հետ շատ ակտիվ շփումներով հավաքագրել ենք խնդիրները։ Այդ խնդիրներին տվել ենք էքսպերտային լուծումներ, ամեն ոլորտի մասնագիտական խմբերով ներգրավվել է, այնուհետև երկրորդ պտույտով դա քննարկել ենք հասարակական շերտերի, ժողովրդի հետ եւ ի վերջո ֆիլտրելով ձևակերպել ենք առաջարկ Հայաստանի ծրագիրը, հետո 10 առաջարկ ծրագիրը, 10 առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ կարելի է ասել սա մարդկանց հետ ձևավորած եւ ամենամարդակենտրոն ծրագրերից մեկն է, որտեղ անդրադարձ կա բազմաթիվ խնդիրների, բազմաթիվ երեք հիմնական բան ես կառանձնացնեի, որոնք շատ կարևորում եմ։ Դա երաշխավորված խաղաղության մոդելն է մեր առաջարկած, որը մենք փորձել ենք հակադրել շարունակական զիջումների այն մոդելին, որի կրող այսօրվա իշխանությունն է, հանրային համերաշխության մոդելն է, որտեղ մենք կարծում ենք, որ առանց հանրային համերաշխության հնարավոր չէ պետության իմունիտետը ուժեղացնել, իսկ մենք հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը։ Իշխանությունը ամեն ինչ անում է պառակտելու համար հասարակության սև սպիտակ, ներկա նախկին, հարուստներ, աղքատներ, եկեղեցու կողմնակիցներ եւ ուրեմն հակառակորդներ, արցախցի, հայաստանցի եւ այլն եւ այլն։ Մեր պատկերացրած հանրային համերաշխության հիմքում պետք է ընկած լինեն սոցիալական արդարության սկզբունքը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության խնդիրը, մերիտոկրատիան եւ այլն եւ այլն։ Եվ երրորդ գլխավոր առանցքային սկզբունքը բարեկեցություն թե աղքատություն, այստեղ էլ մենք ունենք ծրագրեր, նաև երիտասարդությանը վերաբերվողի դեպ, ինչի առիթ կլինի կարծում եմ խոսենք այսօր, բոլոր կետերն են երիտասարդության մասին, ի վերջո նրանք քաղաքացիներ են եւ ապագային միտված բոլոր ծրագրերում կան, բայց առանձին անդրադարձ կա նաև հենց բուն երիտասարդության խնդիրներին։ Մեր 10 առաջարկները ոլորտային են, մաքուր փորձագիտական հաշվարկի վրա կառուցված, ձեռնպահ ենք մնացել որևէ պոպուլիստական խոստումից, ականջահաճո արտահայտություններից եւ այլն եւ այլն։ Այս առումով մենք, ինչպես ասացի, 8 ամիս աշխատել ենք եւ տնային աշխատանքը լավ կատարելու շնորհիվ շատ պատրաստված, տեսնում եք իմ վերնաշապիկներ, բանն էլ ուրեմն մայկան, քարոզչական պաստառներ, տարբեր տիպի բուկլետներ ունենք եւ իդեպ ընտրարշավը, քարոզարշավը բազմաշերտ ենք իրականացնում։ Կա օրական մեկ ուղղություն մայրաքաղաքում կամ մարզերում, որը քարոզարշավ իրականացնում է հենց պարոն Ծառուկյանը, բայց սրան զուգահեռ մեր քարոզչական խմբերը շատ ակտիվ են ամեն օր, այսինքն մինի քարոզչական ուրեմն հավաքներ եւ վերջապես շատ կարեւոր դեր ունեն մեր քարոզչական կամպանիայում նաեւ սպիկերների ինստիտուտը, մեկը ես եմ որպես սպիկեր, անդադ շփումների մեջ ենք թե հասարակության հետ, թե ԶԼՄ-ների, թե այ ձերպես շահագրգիռ լսարանների, ինչը նույնպես շատ հաճելի է։ Ունենք մամուլի կենտրոն,
Ինչու պիտի մեզ ընտրեն, որովհետև մենք փոփոխություններ ենք խոստանում, կայունություն ենք խոստանում, երաշխավորված խաղաղություն ենք խոստանում եւ բարեկեցություն, ինձ թվում է առանց բարեկեցիկ հասարակության թվարկածս որևէ խնդիր լուծելի չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Օգտվելով առիթից հարցերի շարքը ես կբացեմ։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն ու սրան զուգահեռ եւս մեկ հարց, իշխանության գալու դեպքում ինչ եք պատրաստվում անել հայ-ադրբեջանական բանակցային ներկայիս փաստաթղթերի հետ, որոնք հեսպայն բանակցային սեղանին են, մասնավորապես Թրիփի հետ, արդյոք պատրաստվում եք ներգրավել Թրիփում Ռուսաստանին, Չինաստանին եւ այլ խաղացողների, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիրը, որ այս պահին նախաստորագրված է։ Պատրաստվում եք դա վերաբանակցել, հրաժարվել դրանից, որն է ձեր մոտեցումը այս առումով։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք չունենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը եւ անպարտավորությունը, որպեսզի իշխանության գալու պարագայում զրոյական կետից սկսենք։ Դման չի կարող տեղի ունենալ, ես որպես պատմաբան միջազգայնագետ եմ նաև ասում, այդ դեպքերում երկրները կանգնում են մի կամ միջազգային մեկուսացման պարտադրանքի առաջ կամ պատերազման լինում, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի 2018-20 թվականների քաղաքականության հետևանքով։ Մեր իշխանության գալու դեպքում որևէ միջազգային պարտավորություն չի չեղարկվելու Հայաստանի ստանձնած։ Միանգամից ձեր հարցը որսալով այս կարևոր արձանագրումը անեմ։ Այսօր հրապարակի վրա կան թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը չի չեղարկվել, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների 3 համատեղ հայտարարությունները, կա Թրիփը, կա նախաստորագրված համաձայնագիրը, դրանք բոլորը բանակցային հիմք են։ Քանի կարգավորման գործընթացը չի ավարտվել։ Այդ բոլոր փաստաթղթերում անշուշտ կան հնարավորություններ, որոնք կարող են լավարկել Հայաստանի բանակցային դիրքերը եւ պետք է այդ պատուհաններից օգտվել։ Երաշխավորված խաղաղություն նա նշանակում է, որ դա ոչ թե նշանակում է վերական բանակցել կամ բանակցային միջազգային պարտավորությունից հրաժարվել, դա նշանակում է process ուժեղացնել միջազգային դերակատարներով եւ նրանց երաշխիքներով։ Վերջի 200 տարում համաշխարհային պատմությունը չգիտի մի հակամարտություն, որը հանգուցալուծվել է առանց միջազգային մասնակցության։ Առավել ևս մեր պայմաններում, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է շատ ցցուն դիսբալանս, եթե չլինեն միջնորդներ եւ երաշխիքներ, դա չի լինելու բալանսավորված խաղաղության մասին զրույց։ Դինելու է այն, ինչի կանտեսնենք այսօր կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի մասին խոսակցությունների։ Դիպուկ այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ արտահայտվել է։ Հիշում եք, այդ այսօր այնքը սահմանազատումը, սահմանագծման գործընթացը գովերքում, բայց 2024 թվականի ապրիլի վերջին Ոսկե Պարի դպրոցում ժողովրդի հետ հանդիպան ժամանակ ասում էր, որ եթե այս պահանջները չընդունենք, մինչև շաբաթվա վերջ երկու կողմից հարձակվելու ենք, լինելու է հարձակում Հայաստանի վրա։ Հիմա կարող եք հարցնել ինչ միջնորդների մասին է խոսքը, այստեղ էլ գաղտնիքներ չի, թող չփորձեն տպավորություն ստեղծել, որ մենք միայն Ռուսաստանի մասին ենք խոսում, բացարձակապես։ Ամենաօպտիմալ միջնորդական հարթակը եղել է Մինսկի խմբի համանախագահությունը, որտեղ ներկայացված էին Հարավային Կովկասում կենսական շահեր ունեցող բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրամիություն, հիմա դուք հարցնում եք Թրիփում տեղ կունենան, աշխարհաքաղաքական բալանսը ապահովելու համար մեր ռեգիոնում շատ ճիշտ կլիներ, այո, որ այդ նախագծին եւ Ռուսաստանը մասնակցություն ուներ եւ Չինաստանը, դա միայն այդ նախագծի հուսալիությունը կմեծացներ եւ ի վերջո, եթե այդ նախագիծը իրականացվի, այդպես էլ լինելու է։ Որովհետեւ տեսեք, եթե աշխարհաքաղաքական կենտրոններից միայն մեկի շահերն են արտահայտված, Թրիփը շատ մշուշոտ հեռանկարի մեջ թաղվում է, որովհետեւ հատկապես Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիայից հետո ակնհայտ է, չէ, որ
ինչ հանգուցալուծում էլ այդ հակամարտությունը ունենա, թրիպը մշուշի մեջ է։ Միացյալ Նահանգների հաղթանակի դեպքում, ինչը շատ քիչ հավանական է, թրիպի կենսունակությունը Միացյալ Նահանգների համար կորելու է, որտեղ դա նաև Իրանի շրջափակելու նպատակով էր արված, իսկ Իրանի հաղթանակի դեպքում կամ այսօրվա ստատուս քվոյի դեպքում դուք շատ լավ գիտեք, որ ամերիկյան պրոյեկտները թիրախավորվում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, ծոցի երկրների դեպքը հիշեցնեմ եւ բազմաթիվ այլ դեպքեր։ Հետևաբար աշխարհաքաղաքական բալանսը, եթե արտահայտվի թրիփում, դա միայն բխում է Հայաստանի շահերից, մանավանդ որ Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ այդ ծրագրին մասնակցելու բացահայտ ցանկություն են հայտնել, կարծես թե Միացյալ Նահանգներից էլ կոշտ մերժում կամ բացառող հայտարարություններ չենք լսել։ Ի վերջո բոլորիս համար պարզ է, որ այս տուրբուլենտությունը մի օր վերանալու է եւ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ինչ-որ կոնսենսուս է ձևավորվելու, նոր խաղի կանոններ, որոնց շրջանակներում մեր ասած երաշխավորված խաղաղության մոդելն էլ կարող է գործել, ձեր ասած բաղադրիչներով կարող է թրիփը հարստանալ։ Թրիփ պլյուս BRICS բանաձև ամենաօպտիմալն է։ Այս նույն բանաձևը առաջարկում է նաև ՀԱԿ-ը, եթե չեմ սխալվում, իրենք էլ են ասում, որ պետք է այս նույն պրոյեկտի մեջ ավելացնել այլ խաղացողների։ Այս առումով դուք ունեք համագործակցություն ՀԱԿ-ի հարակից այլ ուժերի հետ։ Գիտեք, հիմա Քարոզ Արշավը բոլորս բոլորի մրցակիցներն ենք։ Եվ այդ առումով մինչև հունիսի 7-ը, եթե առանձին ցուցակներով ենք մասնակցում, ընդհանուր համագործակցության եզրեր կարող են լինել, բայց մրցակցային բաղադրիչ էլ կա, եկեք շատ անկեղծ լինենք, ընտրության բովանդակությունը հենց դրա մասին է։ Բայց ես ուրախ եմ, որ ՀԱԿ-ն էլ է խոսում այս մասին եւ տեղյակ եմ անշուշտ, որտեղ քաղաքական դաշտում չկա որևէ ընդդիմադիր կուսակցություն, որ այդ շփում չունեմ ես եւ զուգահեռաբար ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այս գաղափարի մասին անցած ամառվանից խոսել եմ նաեւ ես։ Լավ, շնորհակալություն։ Ու նաև կուզեի դուք մանրամասնեիք այն երիտասարդական բաղադրիչը, որ ասեցիք հնարավորություն կլինի մանրամասնել։ Խնդրեմ դա էլ ներկայացնել, որ Տեսեք, նախ ես քիչ առաջ ասացի, որ ծրագրային բոլոր դրույթները առաջին հերթին նաև երիտասարդության են վերաբերվում, որովհետև չկա նախաձեռնողականություն իմ խորին համոզմամբ առանց երիտասարդության ակտիվ մասնակցության։ Առանց չափազանցության ասեմ, ես նախընտրական շատ լարված քարոզչական գրաֆիկ ունեմ, բայց այս լսարանի հետ շփումը առաջնային եմ համարել, որովհետև երիտասարդության հետ կոմունիկացիան միշտ իմ համար առաջնահերթություն է եղել, ես ժամանակին եղել եմ ամենազանգվածային ուսանողական շարժման լիդերը 1996-98 թվականներին եղել եմ Արդարություն ուսանողական անկախ արմիության հիմնադիր նախագահ, որը բազմահազարանոց ցույցերի եւ հանրահավաքների ուսանողական օրակարգով կազմակերպիչ է եղել եւ միշտ խրախուսում եմ երիտասարդության ակտիվությունը։ Հիմա մեր ծրագրում մի քանի կետերի մասին այնուամենայնիվ թիրախային երիտասարդությանը վերաբերող կանադառնամ։ Մեր ծրագրում ընդ որում սա տնտեսագիտական հաշվարկի հիման վրա արված պնդում եմ հիմա անելու, կա կետ, որով նախատեսում ենք 2028 թվականից սկսած, որտեղ այդ մեր նախընտրական խոստումը պիտի կարողանանք բյուջետային քաղաքականության հետ ադապտացնել 2028 թվականից սկսած նախատեսում ենք բուհերում, պետական քոլեջներում բացառապես անվճար կրթության համակարգին անցում։ Սա միանգամայն հնարավոր է, չխաթարելով բուհերի ինքնավարության սկզբունքը։ Միանգամայն հնարավոր է սա։ Ուսումնասիրել ենք նաև վրացական փորձը, որտեղ այս ռեֆորմը ամիսներ առաջ իրականացվեց։ 2 տարին պետքա, կրկնում եմ, բյուջետային քաղաքականությունը այս մեր նախընտրական մտածումին ադապտացնելու համար։ Սա մեկ։ Երկրորդը, գիտեք, որ հանրակացարանային ինֆրաստրուկտուրան շատ անմխիթար վիճակում է հիմա գտնվում բուհերի, շատ անմխիթար, նույնիսկ ավելի անմխիթար, քան էր 90-ական թվականներին, երբ ես ուսանող էի։ Եվ
հանրակացարանների համակարգ ստեղծելու առաջարկ մենք ունենք, որովհետև ուսման արդյունավետությունը հաստատ ուժում է, որ ենթադրենք օրինակ ապարանից ուսանողը ամեն օր գնում գալիս է։ Իհարկե կարող է գնալ գալ, բայց այդ դեպքում ինքը ավելի քիչ ժամանակ ունի որակյալ ուսում ստանալու, պատշաճ ձևով պարապելու եւ այլն եւ այլն։ Այդ հանրակացարանային քաղաքները, հանրակացարանային միջավայրը նաեւ մի հատ ուրիշ դրական բան ունի, այնտեղ ձևավորվում է ուսանողական մշակույթ։ Տեղի ունենում ուսանողական տարիքի երիտասարդության իդենտիֆիկացիա։ Առանց այդ համակեցության այդ միջավայրի դա հնարավոր չի։ Եվ ունենք հատուկ մի ծրագիր, որը կոչվում է երիտասարդների առաջին աշխատավայրը։ Սա մասնավոր կապիտալի եւ պետության համագործակցության արդյունքում իրականացվելիք ծրագիր է, որտեղ ես խոշոր կապիտալի ինչ եմ վստահաբար այս ծրագիրը մեր շուրթերից ավելի արժանավատ համարում, որտեղ գիտեք, որ խոշոր կապիտալի ներկայացուցիչ է պարոն Ծառուկյանը եւ մենք ելի այս ծրագիրը հաշվարկված ենք ներկայացրել, այսինքն մենք կարծում ենք, որ մասնավոր սեկտորը եւ պետությունը պիտի համագործակցեն բուհ ավարտած կադրերին առաջի աշխատավայրի հարցում օժանդակելու խնդրում եւ ելի շատ մանրամասն մշակումներ ունենք, որոնք կարող ենք այլ շարունակիր քննարկումների ժամանակ շատ հանգամանալից քննարկել։ Այս երեք խոշոր կետերը ես առանձնացրել էի, որոնք երիտասարդության համար է, բայց ես ուզում եմ մեկ-երկու ծրագրի մասին էլ խոսեմ, որը ընտրություններից դուրս մենք իրականացնում ենք։ Մենք ի նկատի ունեմ պարոն Ծառուկյանը, այն հիմնադրամները, որ փոխկապակցված են, առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում մենք գիտեք, որ վիրավոր զինծառայողների հետ կապված շատ մեծ սոցիալական ծրագիր ունենք, նրանց ադապտացնում ենք, նրանց համար մարզական ինֆրաստրուկտուրաներ են ստեղծված, որպեսզի նրանք վերականգնվեն եւ այլն եւ այլն։ Մենք նաեւ կազմակերպեցինք առաջարկ Հայաստանի երիտասարդական մրցույթ, որին մասնակցել են Աշտանը, անցած Աշտանը, որին մասնակցեցին մի քանի 100 երիտասարդներ, իրենց պատկերացումները Հայաստանի զարգացման վերաբերյալ շարադրել էին, բարեխիղճ ժյուրին ընտրություն կատարեց, ավելի լավ ծրագրերը դարձան հետո առաջարկ Հայաստանի ծրագրի մաս։ Այս երեք կետերը ձեր սերնդակիցներն են առաջարկել։ Սա մեր կետերը չեն, մենք այդ ֆորումների միջոցով կարողացանք ստանալ, հետևաբար այս էլ մի հատ մոտիվացիա, որ երիտասարդությունը, եթե հաստատ մեզ չքվեարկի, գոնե լուրջ վերաբերվի մեր ծրագրերին եւ գոնե ծրագրերը ընթերցի։ Ես հանդիպել էի դրան, բայց չգիտեի, որ դա ձեր կողմից է իրականացվում։ Մեր կողմից է իրականացվել։ Հետաքրքիր ծրագիր է, մերսի շատ։ Ու մի հարց մեր մասնակիցներից մեկը այսօր չկարողացավ միանալ, բայց չաթում գրել էր, որ անպայման ձեզ այդ հարց տամ, ինքը հաշվետվողականության մասով էր ցանկանում տեղեկանալ։ Դուք էլ եք նշում, որ ունեք հարակից հիմնադրամներ եւ այլն եւ այլն, ինչքանով եք հաշվետվողականությունը այս առումով ապահովում, թափանցիկությունը, ֆինանսական եւ այլն, որովհետեւ գիտենք Գագիկ Ծառուկյանը բավականին խոշոր ֆինանսների է տիրապետում, ու ինչպես է այս ամեն ինչը տեղավորվում այդ հաշվետվողականության մեջ։ 100%-անոց թափանցիկություն ունենք, 100%-անոց ադապտացված է մեր գործունեությունը ընտրական օրենսգրքին, բարեգործության մասին օրենքին որևէ խախտում չունենք։ Նույնիսկ պետական հաղորդագրություններում երևի տեսնում եք, որ մեզ անդրադարձ չկա այդ առումով։ Տեսեք, առաջարկ Հայաստանի ծրագրի շուրջ, թեև բոլորս մասնակցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով, բայց մասնակից են նաև իմ ղեկավարած կուսակցությունը, Բարգավաճ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը եւ Անդրանիկ Թեհևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք բոլոր մեր սեգմենտները կլինեն քաղաքական, կլինեն բարեգործական, կլինեն այլ ստրուկտուրաներ, որ կապակցված են ցուցակի առաջին համարի կամ մեր հետ, օրենքով սահմանված կարգով շատ բարեխիղճ եւ պատշաճ հաշվետվություններ տվող ենք եւ
Ավելին ասեմ, հաշվետվողականության սկզբունքը մեր ծրագրի առանցքային կետերից մեկն է, այսինքն, եթե մեզ հաջողվի ձևավորել իշխանություն կամ մասնակից լինել կոալիցիայի, մենք հաշվետվողականության սկզբունքը առաջինն է լինելու, որտեղ այս իշխանության ողբերգություններից մեկը այդ հաշվետվողականության սկզբունքից հրաժարումն է իսպար։ Լավ, շնորհակալություն։ Հիմա կխնդրեմ մեր մասնակիցները, ովքեր հարցեր ունեն, իրենց ձեռքը բարձրացնեն ու հարցերը Դավիթ։ Շնորհակալություն հնարավորության համար, ողջունում եմ բոլորին։ Պարոն Սպիրիդոնյանց, հարցս հիմնականում վերաբերվում է ձեր ուժի հետ կապված շատ շոշափող մի թեմայի, մասնավորապես վարչապետի տեխնատոյի հետ կապված։ Դուք ուրեմն այս թեմայի մասին խոսել եք Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում մոտ 1 ամիս առաջ, այնտեղ այս հարցազրույցը ուշադիր նայեցի եւ հարցազրույցի մոտ կեսը ծավալվում է հենց այս թեմայի շուրջ եւ դուք այնտեղ մի քանի անգամ նշում եք, որ քանի որ դեռևս քարոզարշավը չի սկսվել, ժամանակ ունենք, չենք ուշանում եւ երբ մինչեւ քարոզարշավի սկսելը հաստատակա ունենք, որ կներկայացնենք վարչապետի տեխնատոյին, հա, մասնավորապես ասում եք մինչեւ պաշտոնական հրաշավի մեկնարկը տևական ժամանակ կա, մենք այդ ամեն ինչը կներկայացնենք եւ այնտեղ էլ վստահեցնում եք, ասում եք հաստատ կասենք, վստահ եղեք։ Հիմա արդեն քանի որ շուրջ 7-8 օր է սկսվել է պաշտոնական քարոզարշավը, բայց դեռևս չկա ձեր ուժի օրենում տեխնատոն վարչապետի եւ ընտրություններն էլ ընդհանուր առմամբ մնացել է շուրջ ընդամենը 23 օր, բայց դեռևս հայտնի չէ ձեր վարչապետի տեխնատոն։ Սա արդյոք անվստահություն չի առաջացնի ձեզ հասարակության շրջանում եւ հասարակությանը, այսինքն եթե մինչ օրս չգիտի վարչապետի տեխնատոն ով է, ինչ հիմքով պետք է ընտրի ձեր կուսակցությունը, հա, այսինքն հայտնի է որ Գագիկ Ծառուկյանն է ընդհանուր լիդերը, բայց վարչապետի տեխնատոն հայտնի չէ, արդյոք սա չի նպաստի նրան, որ մարդիկ գնան քվեարկության, քվեարկելու Գագիկ Ծառուկյանի անձին, այլ ոչ կուսակցությանը, նրա գաղափարին եւ նրա վարչապետի տեխնատոին։ Շնորհակալություն ձեզ հարցի համար։ Իսկապես այն ինչ որ դուք վերագրեցիք ինձ, ես Պետրոս Ղազարյանի եթերում ասել եմ, շնորհակալություն ձեզ բարեխղճության համար։ Գիտեք, տեղ մարտավարություն էլ կա, որ առայժմ մենք չենք հրապարակել անում, որովհետև դա մեր քաղաքական մանևրի հնարավորությունը մեծացնում է նաև։ Դուք մինուսները նշեցիք, բայց նաև կան պլյուսներ, եւ հետո օրենքը իմպերատիվ չի պահանջում, որպեսզի ինչ-որ փուլում անպայման վարչապետի տեխնատոյի անուն տալ։ Ես հիմա կասեմ իմ անձնական մոտեցումը, որը պաշտոնական չի, բայց թիմի անդամների տրամադրություններից շեղվող չի, այսինքն արտահայտում եմ նաև թիմի անդամների ընդհանուր տրամադրությունները եւ մոտեցումը։ Ինչպես առաջարկ Հայաստանին ծրագիրը մենք ներքևից վերև սկզբունքով ենք կայացրել, այնպես էլ տեխնատոյի հարցում խիստ կարևորում ենք մեր էլեկտորատի հասարակական խմբերի դիրքորոշումները, որոնք մեզ հավատում են։ Տևական շփումները մեր հասարակական խմբերի հետ, պոտենցիալ ընտրողների հետ ինձ ու իմ բազմաթիվ թիմակիցների բերել են մի հստակ համոզման, որտեղ մարդիկ մեկ անուն են տալիս, երբ որ այդ հարցը տալիս ենք, մեր համակիրները, մեզ ընտրողները, մեր գործընկերները մեկ անուն են տալիս եւ այլ լուծում ես չեմ էլ պատկերացնում, այդ մեկ անունը Գագիկ Ծառուկյանն է։ Այսինքն, եթե մենք հաղթենք խորհրդարանական ընտրություններում, պարոն Ծառուկյանը պատրաստ կլինի որպես երկրի ղեկավար ստանձնել պատասխանատվությունը, միանշանակ ձեզ ասում եմ։ Եթե ընտրություններում այլ ընդդիմադիր ուժ կլինի առաջատարը, մենք պատրաստ կլինենք մեր ամբիցիաները մի կողմ թողնել եւ կոնսոլիդացվել առաջատար ընդդիմադիր ուժի տեխնատոյի շուրջ։ Ֆիքսենք հաղթանակի պարագայում անտարակույս մեր տեխնատոն կլինի պարոն Ծառուկյանը, եթե այլ ընդդիմադիր ուժ լինի առաջատարը, պատրաստ ենք քննարկել իրենց տեխնատոյին սատարելու հարցը։ Շնորհակալություն, եթե կարելի է արձագանքեմ, ես հենց դրա համար չնշեցի օրենքի մասով, որտեղ այո, իհարկե չի դնում սահմանափակում, բայց նշեցի հասարակության անվստահության մասով, քանի որ վարչապետի տեխնատոն մի այնպեսի կարևոր դեր է խաղում, որ կարող ամբողջությամբ մոտեցումը փոխի, այսինքն վստահությունը փոխի, թե դեպի բացասականից դրական, թե դեպի դրականից բացասական։ Ես այս մասով եմ հասկանում եւ դուք նշեցիք, որ անտարակույս կլինի Գագիկ Ծառուկյան, այսինքն դա թիմի անունից էր, թե ձեր անձնական Ես ասեցի դերևս սա պաշտոնական կարծիք չի, իմ կարծիքն է, բայց թիմը այլ կարծիք ունենալ չի կարող։
Շատ լավ, այդ դեպքում ես մեկ էլ էլի Պետրոս Ազարյանի հետ ձեր հարցազրույցից մի հատվածի մասին խոսեմ, որտեղ ասում եք ունենք 3-ից 4 անուն, հա, բայց թիմի ներսում էլ դեռևս որոշված չէ այդ 3-4-ից կոնկրետ ով է այն մեկը, որը կդառնա վերջնական վարչապետի տեխնատուն, կուզեի մնա այս առումով կարգավիճակ փոխվել է, այսինքն որոշել եք կոնկրետ տեխնատուին թիմի ներսում, որ ամենայն հավանականությամբ կլինի, թե դեռ թիմի ներսում էլ չի որոշվել, եւ եթե թիմի ներսում չի որոշվել, արդյոք սա ինչ որտեղ չի խոսում նաև թիմի ներսում, այսինքն տարակարծության մասին Ավելի եւ կոնսոլիդացված թիմ Հայաստանում չկա, անհամստություն չեմ էլ անի, մեր առաջի 20-30 հոգու կազմը, առաջի 20-30 հոգին, ես սպիկերներով հանդերձ ամենաուժեղ թիմերից մեկն է, ես վստահաբար այդ կարող եմ ձեզ ասել, չէ, մենք բանը ցանկացել ենք մեր էլեկտորատի կարծի, ոչ թե 3-4, ցանկության դեպքում կարող են 7-8 տեխնացու ունենալ։ Ոչ մի տարակարծության թեմա չկա։ Մենք ուզում ենք հասկանալ մեր պոտենցիալ ընտրողները տարբեր անունների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն։ Ես ասացի, իմ եւ թիմակիցներիս շփումները ցույց տվեցին, որ մեր պոտենցիալ ընտրողները Գագիկ Ծառուկյանից բացի այս պահին այլ տեխնացուի շուրջ պատրաստ չեն կոնսոլիդացվել։ Այս ոչ թե այն մյուս 3-ին 4-ին պակաս արժևորելու մասին է, այլ նրա մասին է, որ մեր պոտենցիալ ընտրազանգվածը հստակ առաջնորդի անուն գիտի։ դա հասկանալի է, որ պարոն Ծառուկյանն ինքն էր անձամբ մի քանի անգամ երաշխավորում, ասում որ ինքը այլևս չի ցանկանա առաջադրվել եւ չի առաջադրվի, ես ուզում եմ, այսինքն եթե կուսակցությունը թիմը որոշի, որ նա պետք է առաջադրվի, ինքը իր կամքին հակառակ կհամաձայնի թիմի հետ։ Կամքին հակառակի խնդիր չի, ամեն դեպքում թիմն է, չէ, որոշում կայացնում։ Այո, Շատ իհարկե։ երկար քննարկումներից ինքն էլ եթե առաջին համարի պատասխանատվությունը ստանձնել է, հետեւաբար թիմի քաղաքական ճակատագրի պատասխանատվությունն էլ է, չեն ստանձնել։ Այո, եթե ստանդարտ իրավիճակ լիներ, եւ այս ընտրությունները այդքան մեծ գոյաբանական նշանակություն չունենային քաղաքական առումով, գուցե կարելի էր նաեւ լավ իմաստով եմ ասում, ինչ-որ էքսպերիմենտալ լուծումների գնալ, բայց հիմա եթե մեր կոնսոլիդացնող մեր թիմ ընտրազանգվածին ավելի կոնսոլիդացնում է այդ առաջնորդը եւ այդ պոտենցիալ տեխնացուն, կարծում եմ հեծանիվ որին էլ պետք չի։ Ես կարծում եմ առաջիկա ժամանակներում այդ մասին նույնիսկ պաշտոնապես մենք կհայտարարենք։ Ճիշտ բան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, էլ ովքեր ունեն հարցեր, խնդրեմ էլի ձեռք բարձրացնեն։ Okay, չաթում էլի հարց են գրել այս առումով, եթե գաք իշխանության ու եթե դուք ոչ թե գաք իշխանության, այլ հավաքեք այնքան ձայներ, որի դեպքում կարող եք կոալիցիա կազմել Ուժեղ Հայաստանի կամ Քոչարյանի հետ, երկուսի դեպքում էլ պատրաստ եք ձեր ձայները տալ իրենց կոալիցիա։ Ես շատ անկեղծ իմ անձնական դիրքորոշումը կհայտնեմ։ Ես քիչ հավանականություն եմ տեսնում կամ գրեթե հավանականություն չեմ տեսնում, որ պարոն Քոչարյանի ղեկավարած դաշինքը կարող է ընդդիմադիր առաջնորդություն ստանձնել, առաջնորդություն կրկնում եմ, ոչ թե անցողիկության մասին չեմ խոսում, առաջնորդության մասին եմ խոսում։ Հետևաբար այդ կոնտեքստում մենք քիչ հավանական համարել կամ անհավանական համարել, որ մենք կաջակցենք Ռոբերտ Քոչարյանի տեխնացությանը։ Եվ մեր սկզբունքը շատ հստակ է, ասում եմ, եթե մենք եղանք առաջին ընդդիմադիր ուժերի միջև, ակնկալում ենք, որ մեր մյուս ընդդիմադիր գործընկերները կաջակցեն մեր տեխնացուն եւ հակառակը, եթե օրինակ Ուժեղ Հայաստանը առաջատար եղավ, այո, պատրաստ ենք դիտարկել իրենց տեխնացուին աջակցելու հարցը։ Իսկ լսել եք վերջին ձայնագրությունները, որտեղ հավանաբար Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները կաշառք են առաջարկում, այս մասով ինչ-որ ձայնագրություններ կան, այս մասով ինչ կարծիք ունեք, ու արդյոք դա արդար մոտեցում եք համարում ընտրություններից առաջ քարոզարշավի ընթացքում իրականացնել։ Ես պետական հաղորդագրությունների արժանահավատության
վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ։ Կոնկրետ մասնավոր դեպքի մասին չեմ խոսում, որովհետև մոտ 1 տարի առաջ մեզ համարյա փորձում էին համոզել ինչ-որ ձայնագրություններ հրապարակելով, որ Բագրատ Սրբազանն ու մյուսները փորձել են ահաբեկչություն կազմակերպել, հետո պարզվեց, որ փնթի մոնտաժի կամ միջամտության հետ գործ ունենք, դատարանում փլուզվեց կամ փլուզման շեմին այդ մեղադրանքը։ Եվ կա անմեղության կանխավարկածի սկզբունքը, որը ես խիստ կարևորում եմ, հետևաբար, երբ որ կլինի թափանցիկ դատական գործընթաց եւ այդ մեղադրանքները կհաստատվեն, նոր դրան գնահատական կտանք։ Հիմա մի ձայնագրության հիման վրա կամ մի քանի ձայնագրության մանիպուլյացիայի ու ստի մեջ թաթախված իշխանության հրապարակած ձայնագրությունների վրա ես հաստատ կարծիք չեմ կազմի եւ հաստատ գնահատականներ չեմ տա։ Մանավանդ որ կա մեկ այլ երևույթ էլ։ Մի խրոխտ քաղաքապետ ունեն իրենք, Թալինի քաղաքապետը, որին տրակաշարք բաժանելու վերաբերյալ փաստերը գրեթե ակնհայտ են։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգը խախտելով նա համայնքային բյուջեից 11 միլիոն դրամի օգնություն է բաժանել։ Հակակոռուպցիոն կոմիտեն գտավ, որ նրա վարկագծում քրեական բաղադրիչ չկա։ Այսինքն, երբ որ ընտրողական արդարադատության հետ գործ ունենք, իրավունքը դադարում է գործել եւ գործում է իշխանության քաղաքական շահը, այսինքն իրենք նպատակահարմարությամբ խոշորացուցի տակ են առնում ընդդիմությանը կամ նրա ինստիտուտներին եւ ընդհակառակը անտեսում են այն այլանդակությունները, որոնց հեղինակները իրենք են։ Լավ, շնորհակալություն, Մարիաննա։ Ողջույն, իմ հարցը հետևյալն է. ինչպիսի քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հայաստանում աղքատեցման վերացման կամ նվազեցման համար։ Շնորհակալություն։ Աղքատության վերացման համար պետք է կոնկրետ ծրագրեր իրականություն դառնան, օրինակ մենք ունենք մեգա նախագծեր, որոնք կաշխժացնեն Հայաստանի տնտեսությունը, որպեսզի այդ մեգա նախագծերը շատերը չնշեմ, նշեմ հենց այն մեկը, որը հիմա շատ ակտիվ ընթացքի մեջ է, հատիսի նախագիծը Հիսուս Քրիստոսի արձանի, որը հոգևոր քաղաքակրթական արժեք լինելուց բացի նաև էապես նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, էապես նպաստելու է ուրեմն ինֆրաստրուկտուրաների ձևավորմանը, էապես նպաստելու է Հայաստանում անուղղակի ներդրումների խրախուսմանը, բայց մենք ունենք նաև կոնկրետ ծրագրեր վերաբերվող աղքատությունը ինչից է զարգանում աղքատությունը։ Զարգանում է նրանից, որ միջին եւ փոքր բիզնեսը հատկապես կեղեքվում են եւ նրանց գործնայության դաշտը փոքրանում է։ Մենք ունենք շահութահարկ ռեֆորմի ծրագիր, մինչև 6 միլիոն տարեկան շրջանառությունը ազատվելու է շահութահարկից, մինչև 18 միլիոնը 1% ուրեմն հարկ է մուծելու, սա միտված է հենց այն խավի ընդլայնմանը, որի հաշվին այսօր աղքատության բանակն է մեծացել եւ ունենք կենսաթոշակային ռեֆորմի ծրագիր, որը նախատեսում է, որ Զամբյուղին ներդաշնակ թոշակները պիտի բարձրացնեն, սպառողական Զամբյուղին ներդաշնակ, տարեկան պետք է ինֆլյացիայի մակարդակ ուսումնասիրվի եւ կենսաթոշակի սահմանման ինչ-որ ինդեքս մշակվի եւ այլն։ Այս ծրագրերն են հիմնականում, որ միտված են աղքատության կրճատմանը։ Իսկն եթե տնտեսությունը զարգանում է, ինֆրաստրուկտուրաները զարգանում են, աղքատությունն նահանջում է։ Եվ հակառակը, երբ որ մեգանախագծեր չկան, երբ որ այդ պատճառով ներդրումները չեն գեներացվում, աղքատության ծավալը մեծանում է։ Շնորհակալություն, Աստղինե։
Ողջույն բոլորին, պարոն Սուրենյանց, որոնք են լինելու ձեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես եք նախատեսում ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային հարաբերություններում, ռազմավարական ինչ քայլեր են նախատեսվում երկրի անվտանգության, սահմանների պաշտպանության համար ու ազգային կայունությունն ամրապնդման ուղղությամբ։ Շնորհակալություն։ Նոր ես քիչ առաջ երաշխավորված խաղաղության մոդելը մեր ներկայացրեցի, որ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն է, որտեղ գիտեք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղություն ինչպիսի կարևոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության մեջ, բայց սրանից բացի ուրեմն արտաքին քաղաքականության որպես սկզբունք մենք որդեգրել ենք հավասարակշռության դոկտրինը, որը ենթադրում է բոլոր ազիմուտներում շատ ակտիվ արտաքին քաղաքականության իրականացում այն հաշվարկով, որ Հայաստանը չդառնա աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ, այլ ընդհակառակը փորձի իր օրակարգի շուրջ ներդաշնակեցնել աշխարհաքաղաքական շահերը։ Մենք դեմ ենք արտաքին քաղաքական ռևերսներին եւ ամենևին չենք կարծում, որ ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելը խոչընդոտ է հավասարակշռության դոկտրինի շրջանակներում շատ ակտիվ ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատմանը, թե Եվրամիության հետ, որին անդամակցել է ի դեպ իրական օրակարգ չենք համարում, թե Միացյալ Նահանգների հետ, թե Չինաստանի հետ, թե արաբական աշխարհի հետ, թե Վրաստանի եւ ուրեմն Իրանի հետ։ Իսկ մենք հավասարակշռության դոկտրինն ենք դնում արտաքին քաղաքականության հիմքում։ Շնորհակալություն, Անատոլի։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած ուզում եմ խոսել հոգևորականներին արծարծվող դեպքի մասին, որ դուք խոսում եք։ Լավ, եթե միտեղ ոնց որ ասեցիք, հասկանալի է, որ հնարավոր է որ կեղծված լինի, իսկ ինչ կասեք Միքայել Սրբազանի ձայնագրության մասին, որտեղ նա փաստացի խոսում է պետության գլխատման մասին։ Սա առաջին, երկրորդ հարցս վերաբերում է ինտեգրմանը, եվրոինտեգրմանը, ձեր իշխանություն դառնալուց հետո եվրոինտեգրման քաղաքականությունը շարունակվելու է, թե ոչ։ Նախ այդ որտեղ տեսակ, որ Միքայել Սրբազանը պետությունը գլխատելու մասին է խոսում։ Եթե նա ասում է, որ ինչ-որ բան է ասում, որպես սցենար դիտարկում է մի հատ սցենար, որը ինձ հոգեհարազատ չի իհարկե։ Դա կարծիքի տիրույթում է, որտեղ մեծ ցանկության դեպքում Միքայել Սրբազանը ոչ կարող էր այդ հեղաշրջումը անել, ոչ էր կարող էր դրդել։ Դա խոսում է ինչ-որ զինվորականության գործողությունների մասին, չէ՞, որ ափսոսում է, թե որ տես բան չի եղել, թե ինչ։ Հետո այսինքն դա որտեղ կարծիքի ու սահմանադրական կարգի տապալման այդ նուրբ լարի վրա որտեղից ենթադրեցիք, որ Միքայել Սրբազանը անցել է այդ սահմանը։ Չի անցել այդ սահմանը։ Կարծիք արտահայտելու իրավունք է, որից նա օգտվել է։ Եվ այդ կարծիքը կարող է ձեզ դուր գալ։ Գիտեք, իրավաբանության մեջ դիտարկում են որևէ կարծիք ինչքանով է հակասահմանադրական գործողության տրիգեր։ Այս դեպքում Միքայել Սրբազանի կարծիքը հենց նույն դատախազության գնահատականով, այդ ոնց է դատախազությունը 2 տարի առաջ որոշել էր, որ Միքայել Սրբազանի նույն հարցազրույցի բովանդակության մեջ քրեական բաղադրիչ չկա, իսկ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիայից հետո որոշեց, որ կա։ Դուք ստեղ տարօրինակություն չեք տեսնում։ Նույն հարցազրույցի վերաբերյալ ոնց կարա գլխավոր դատախազությունը 2 տարբերվող դիրքորոշում ունենալ։ Ես բացատրությունը գիտեմ։ Առաջի դեպքում դատախազությունը քաղաքական պատվեր չի ստացել եւ իրավական հարթության վրա դիտարկել է ու կարծել է, որ քրեական բաղադրիչ չկա, երկրորդ դեպքում դատախազությունը Նիկոլ Փաշինյանից պատվեր է ստացել։ Սա մեկ։ Երկրորդը, արդյոք դուք չեք տեսնում այն հակաեկեղեցական կամպանիան, որ եկեղեցու դեմ կա։ Ունենք Սահմանադրության 17-րդ հոդված։ Կամ մենք Սահմանադրությանն ենք ապրում, որտեղ եկեղեցին ու պետությունը տարանջատած են,
Կամ որոշում ենք, որ ոչ թե պետություն ենք, այլ բիսեդկա ենք, որտեղ երկրի առաջին դեմքը գործադիր իշխանության ղեկավարը թքած ունենալով սահմանադրության վրա իրավունք ունի նաև կաթողիկոս նշանակի, իրավունք ունի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրպանային նախագահ նշանակի, ընդհանրապես իրավունք ունի բոլոր ինստիտուտների ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը կուլ տալ։ Ես այդպիսի երկրում ապրել չեմ ուզում։ Կա սահմանադրության 10-րդ եւ 18-րդ հոդվածներ, որոնք սրբորեն պետք է պահպանվեն։ Եթե երկրի ներսում խնդիրներ կան, այդ թվում կուսակրոնության ուխտի հետ կապված, որպես պատմաբան ձեզ ասեմ, դա բացառապես ներեկեղեցական ինստիտուտների քննարկման թեմա է։ Բացառապես եկեղեցու ներսում կան ինստիտուտներ, որոնք շատ բնականon աշխատում են եւ բոլոր այդ հարցերին լուծում ու քննարկում տալիս են։ Եթե կա որևէ հոգևորական, որ քրեական օրենսգրքի հատկանիշներով առարկա կատարել, խնդրեմ, դա եկեղեցու հետ կապ չունի արդեն։ Ցանկացած մեկս էլ անկախ մեր զբաղմունքից, եթե քրեորեն հետապնդելի արարք կատարենք, մեզ չի ազատում դա պատասխանատվությունից։ Ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ, այդ թվում սահմանադրությունը հարմարացրել է հակաեկեղեցական իր կամպանիային, որը ցավոք սրտի քննադատության չի դիմանում իրավական տեսանկյունից։ Բազմաթիվ այլ հանգամանքներ էլ կարող եմ նշել։ Էլ չասեմ, որ ստեղ երևում է նաև արտաքին օրակարգի սպասարկման հստակ բաղադրիչ։ Մյուս հարցը ձեր եվրոինտեգրման տակ նայած դուք ինչ եք հասկանում։ Եվրոինտեգրման անվան տակ, եթե հասկանում եք Եվրամիության Հայաստանի անդամակցություն, ես դա իրական օրակարգ չեմ համարում։ Մեզ որևէ մեկը չի սպասում Բրյուսելում։ Հայաստանը չկա այն 7 երկրների շարքում, որոնք իրենց հերթին են սպասում 2։ Հայաստանի իշխանությունը չնայած օրենքի ընդունմանը նույնիսկ հայտ չի ներկայացրել, առանց հայտ ներկայացնելու Եվրամիության ինչ անդամակցության գործընթացի մասին է խոսքը։ Այդ սիրուն հեքիաթները պոպուլիստական նկատառումներով մեր հասարակությանը այդ հեքիաթներով կերակրում են։ Դրա տակ իրական ոչ մի process գոյություն չունի։ Աշխարհագրությունը շատ դաժան բան է, ես կրկնում եմ, Եվրամիության որևէ պաշտոնյա Հայաստանին իր շարքերում տեսնելու մտադրություն չի բարձրաձայնելու, չէ՞ բարձրաձայնվելու։ Եվրամիության հետ մենք համագործակցելու խնդիր ունենք, իհարկե ունենք։ Դա շատ կարևոր ուղղություն է արտաքին քաղաքականության, չափանիշներին համապատասխանելու խնդիր ունենք, ինստիտուցիոնալ համագործակցության խնդիր ունենք, բայց այդ ամեն ինչի հնարավորությունը ՍԵՊԱ-ն տալիս է։ Գիտեք, ծիծաղելի է, երբ որ երկրի իշխանությունը ՍԵՊԱ-ի պարտավորությունների 60%-ներ չի կատարել։ Բայց այն բանը խոսում է Եվրամիության անդամակցելու մասին։ Այս անիմաստ պոպուլիստական աղմուկը մեզ չի մոտեցնում Եվրոպային, բայց հաստատապես ավելի խորը ճգնաժամի մեջ է դնում հայ-ռուսական հարաբերություններին։ Արձագանք եմ, հա, ավելի ճիշտ մի հատ էլ հարց տամ։ Խնդրեմ։ Ուրեմն դուք խոսեցիք եկեղեցու եւ պետության տանջատման մասին, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին, Ես բայց նման չասեցի։ դե թող լինի սահմանադրորեն այդպես է, բայց իսկ ինչ կասեք, ինչպես կարող է քահանան առաջադրվել վարչապետի թեկնածու եւ սկսել քաղաքական հայտարարություններ հնչեցնել, ինչպիսին որ Բագրատ Սրբազանի կամ Բագրատ Սրբազանին քահանա եք համարում։ ում Բագրատ Սրբազանը քահանա է։ Դե փաստը մնում այն, որ եկեղեցին չի մերժնում, որ նա Ասում քահանա։ եմ Բագրատ Սրբազանը քահանա է։ Ես համարում Դուք եմ, համարում եք, որ Բագրատ Սրբազանը քահանա է։ ես անձամբ համարում եմ, որ ոչ, բայց փաստացի եկեղեցու մնում է կրկին Մի րոպե ինքը հոգևորական է, ես ուրիշ բան եմ Թող հարցնում։ լինի հոգևորական, կներեք։ Հարցը տարուց ճիշտ տվեք, չի կարելի Սրբազանին Լավ։ անվանել քահանա։ Ընդունենք այդպես։ Ուրեմն Բագրատ Սրբազանը arczepiskopos է։ Դա քահանա չի, բարձրագույն հոգևորական պաշտոն է։ Կարող եք նշել մի հոդված սահմանադրության, որը եկեղեցականին արգելում է առաջադրվել վարչապետի պաշտոնում։
Հստակ ոչ, բայց փաստացի եկեղեցին չպետք է խառնվի քաղաքական Դուք սխալ գործընթացների։ եք մեկնաբանում Սամրադրության 17-րդ հոդվածը։ Լաիցիզմի սկզբունք կա, դրա հեղինակը Հայաստանը չի։ Բայց մի երկիր է, որի նախագահի արևով առնվազն ամեն օր մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները երթվում են։ Այդ տարանջատման եվրոպական ինստիտուցիոնալ հիմքերը դրվել է Ֆրանսիայում 1904 թվին, տեղեկացնեմ իմացեք, որը եկեղեցուն էր պաշտպանում գործադիր իշխանության ապօրինի միջամտություններից, ոչ թե հակառակը, որտեղ եկեղեցին ոչ բանակ ունի, ոչ իրավապահ լեգալ պատժիչ մեխանիզմ ունի, որ կարողանա միջամտել պետության գործերին։ Այդ պետությունն է օժտված ռեպրեսիվ լեգիտիմ մեքենայով եւ ինքը կարող է ոտնձգել եկեղեցու ինքնավարության դեմ, ոչ թե հակառակը։ Հետևաբար Սահմանադրության 17-րդ հոդվածի փիլիսոփայությունը դուք սխալ եք ներկայացնում։ Այն պահին, երբ որ ձեր ասած Բագրատ Սրբազանը, ով իմ լավ բարեկամներից մեկն է, ես չեմ թաքցնելու, առաջադրվեց կամ հայտ ներկայացրեց վարչապետի թեկնածու լինելու, նրա հոգևոր պաշտոնը կասեցվեց։ Տաուշի թեմի առաջնորդներ, հենց նույն պահին, այն օրը, երբ նա հնչեցրեց վարչապետ դառնալու իր մտադրության մասին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ հոգևոր ծառայությունը ոչ թե աշճանը, դրանք տարբեր բաներ են, հոգևոր վարչական պաշտոններում Բագրատ Սրբազանի գործունեությունը կասեցվեց։ Այսինքն եկեղեցին վարվել է իր կանոնիկ իրավունքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լրիվ ներդաշնակ։ Մենք ունենք դեպք, եւ որ կառավարող կուսակցության ղեկավարը այդ դեպքում իսկապես քահանա է եղել։ Տեր Հուսիկ Լազարյանը, լուսահոգի։ Այլ որ Տեր Հուսիկ Լազարյանը որոշեց, որ պատգամավոր պիտի դառնա եւ Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար դառնա, այդ փուլում էլի եկեղեցին սառեցրեց նրա հոգևոր պաշտոնները եւ աշխարհիկ կարգավիճակում Տեր Հուսիկը դարձավ Հայոց համազգային շարժման ղեկավար։ Հիմա Բագրատ Սրբազանը եկեղեցական պաշտոն չուներ այլևս, երբ որ նրա վարչապետական հավակնությունները դրսևորվեցին։ Դուք ավելի լավ ուրիշ բանից խոսեք, որ մարդը ապօրինաբար տարի եւ ավել ազատազրկված է, դա լուրջ թեմա է։ Մեղադրանքը փլվում է, բայց մարդը ազատազրկված է տարուց ավելի։ Լավ, իսկ նշեցիք, թե իրավապահ մարմինները սկզբից ավելի ճիշտ այլ կերպ էին ընդունել ուրեմն Շիրակի թեմի առաջնորդի արտահայտությունը, բայց այդ ամենը երկրորդ անգամ, երրորդ անգամ կրկնելուց հետո փաստացի նրանք այլ ձև են Եթե հիմա դուք ինձ ասում եք, ենթադրենք դուք հնչեցնում եք իմ ապիկար գործիչ լինելու մասին պնդում։ Եթե մեկ անգամ դատախազությունը ասում է, որ դրանում քրեական բաղադրիչ չկա, դուք այդ հայտարարությունը անվնաս ձեր համար անվնաս 100 անգամ կարող եք հնչեցնել։ Այդ մեղքի կամ իրավազանցության դեպքում է երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ կրկնությունը ռեցեդիվ առաջացնում, ոչ թե հայտարարության, որ իր մեջ չի պարունակում որևէ քրեական բաղադրիչ։ Լավ, շնորհակալություն Արամ հարցի համար։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն հարցադրման հնարավորության համար։ Պարոն Սուրենյան, կուզենայի իմանալ դուք եւ ձեր կուսակցությունը ինչ հստակ քայլեր եք նախաձեռնում Բաքվում գտնվող հայ քաղբանտարկյալների հարցի լուծման համար, քանզի մենք օրորի տեսնում ենք, որ անօրինական հիմքերով նոր դատավճիռներ են կայացնում նրանց համար։ Գիտեք, ես դրա համար եմ պնդում, որ խաղաղություն չկա։ Որտեվ խաղաղություն ունի մի քանի, այն Նիկոլ Փաշինյանը ամեն օր հասարակության վրա վաճառում է, որ բերել է խաղաղություն։ Ես էլ ասում եմ, խաղաղությունը կոնկրետ ռեժիմ է։ Երբ որ չկա խաղաղության ստորագրված պայմանագիր, երբ որ Բաքվի զնդաններում պահվում են տասնյակ մեր հայրենակիցներ, երբ որ դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չի ունեցել, երբ որ Ադրբեջանի պահանջով մենք
Մենք չէ, այս իշխանությունը պատրաստվում է սահմանադրություն փոխել, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Ձեր հարցին այսպես կպատասխանեմ կոնկրետ հարցին։ Գիտեք, պետությունից բացի որևէ մեկը, դուք, ես, թեկուզ ես քաղաքական գործիչ եմ, շատ մեծ հնարավորություններ չունի այդ հարցում առաջընթաց ունենալու։ Բայց մենք, մեր թիմը, մեր միջազգային բոլոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքով փորձում ենք մոտեցնել այդ մարդկանց ազատ արձակման պահը։ Ինչքան միջազգային շփում ունենում ենք, կլինի դա Ռուսաստանում, կլինի եվրոպական մեր գործընկերների հետ կամ այլ երկրների, համոզված եղեք, որ այդ հարցը մեր առաջնահերթությունների ցանկում առաջիններից մեկն է։ Հասկացա, շնորհակալություն։ Շնորհակալություն, ամփոփենք պարոն Սուրենյանց, մենք ունենք ավանդական վերջին հարց։ Խնդրում ենք նշել 3 բան ըստ ձեզ, որ պետք է երիտասարդներին քաղաքականության զբաղվելու համար։ Առաջինը պատասխանատվությունը երկրի ապագայի առջև, որովհետև դուք քաղաքականությամբ պիտի զբաղվեք առնվազն այն պատճառով, որտև տարիքային էստաֆետի բերումով շատ շուտով դուք այս երկրի տերերն եք լինելու, չնայած հիմա էլ եք տերերը։ Առաջինը դա է։ Երկրորդը դուք ունեք բազմաթիվ խնդիրներ ոլորտային, հենց ձեզ վերաբերվող։ Այսօր խոսեցինք, չէ՞, այդ խնդիրներից մի քանիսի մասին։ Դուք հաստատապես այդ խնդիրների ցանկը ինձանից ավելի լավ եք պատկերացնում, որոնց լուծման ճանապարհին նաև քաղաքական բանաձևեր են պետք։ Այսինքն այդ խնդիրները միայն ոլորտային լուծման տիրություն չեն։ Առնվազն պիտի հայտնվեն կառավարության ծրագրում, իսկ որպեսզի հայտնվեն կառավարության ծրագրում, ինչ-որ կուսակցությունների ծրագրերում դա պիտի լինեն, ընտրությունների արդյունքում դառնան կառավարության ծրագիր կամ ընդդիմության հարցադրում գոնե։ Սա երկրորդ, այսինքն խնդիրներ կան գլոբալ, որոնք միայն քաղաքական լուծման հետևանքով կարող են, ասենք, դրական հունի մեջ ընկնել։ Եվ երրորդ բան կա, որը արդեն ինձանից լավ դուք գիտեք, երիտասարդները լավ իմաստով եմ ասում, դրական իմաստով, ամբիցիոզ են։ Եվ ամբիցիաների բավարարման ճանապարհը նաև քաղաքականությունը։ Ես խրախուսում եմ առողջ ամբիցիաներից զուրկ երիտասարդությունը զուրկ է լինում նաև արժեհամակարգից։ Հետևաբար ձեզ խրախուսում եմ շատ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ։ Տեսեք, չեմ ասում անպայման եկեք մեր թիմ։ Ասում եմ զբաղվեք քաղաքականությամբ, յուրաքանչյուրը ձեր արժեհամակարգի եւ քաղաքական օրակարգի սահմաններում հաստատ կգտնեք այն ֆավորիտ թիմը, որի շրջանակներում կարող եք ռեալիզացնել ձեր նպատակները, ամբիցիաները։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ ձեզ, ես քաղաքական սերնդափոխությունն եմ շատ կարևորում եւ ես ինքս քաղաքական սերնդափոխության շատ բնական ճանապարհով եմ հայտնվել քաղաքականության մեջ, շատ ակտիվ եմ եղել, այդ ակտիվության բերումով դերևս շատ երիտասարդ տարիքում շփվել եմ թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, թե ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հետ, այսինքն շատ երիտասարդ տարիքում այդ իմ համար շատ կարևոր դպրոց է եղել պետության հիմնադիր հայրերի հետ շփումը, հետո քաղաքական այլ գործիչների, լիդերների հետ շփվելը։ Այս առումով էլի ինքնագովեստի խոսքեր չլինի, բայց Գագիկ Ծառուկյանը շատ լավ միջավայր է ստեղծել երիտասարդների ինքնադրսևորման, կայացման, նաև քաղաքական հավակնությունների դրսևորման համար։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, մի վերջին հարց եկավ իմ մոտ։ Դուք ժամանակին պարոն Արման Բաբաջանյանի թիմում եք նաև, եթե չեմ սխալվում։ Արման Բաբաջանյանի թիմում ես չեմ եղել։ Առաջին Ես եղել եմ Հանրապետություն կուսակցության հիմնադիր անդամ, Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցության։ Մենք շատ ցիվիլ ձևով բաժանվել ենք 2012-13 թվերին, երբ որ ունեցել ենք տարաձայնություններ
իշար սկզբունքային հարցերի շուրջ, դա հեռավոր 12-13 թվականներին եղել։ Հետո ես շատ տևական շրջան զբաղվել եմ միայն փորձագիտական վերլուծական աշխատանքներով 2013-ից մինչև 2019-ի վերջը։ 2019-ի վերջին որոշել եմ իմ համախոհների հետ ձևավորել դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որը ստեղծման իսկ օրվանից ինստիտուցիոնալ գործընկերային հարաբերություններ ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, այսինքն մենք 6 տարի այդ ինստիտուցիոնալ համագործակցություն ունենք, ԲՀԿ-ի հետ միասին բազմաթիվ թիմ ընտրությունների ենք հաջողությամբ մասնակցել, բազմաթիվ։ Ունենք նաև մի քանի տեղերում համայնքապետեր, թվով երկրորդ ֆրակցիաներ ունենք եւ այլն, հիմա էլ էս հանգրվանում ենք։ Լավ, շնորհակալություն շատ ժամանակ տրամադրելու հանդիպման, Ես եմ ձեզ շնորհակալ, շատ տպավորված եմ, շատ շնորհակալ եմ, շատ կոռեկտ ձևակերպված եւ խորքային հարցերից, ուրախ կլինեմ կոմունիկացիայի նոր հնարավորությունների համար։ Մենք եւս ուրախ կլինենք, շնորհակալություն ձեզ, օրվա լավ շարունակություն։ Ձեզ էլ։